Պարոն Խալաթյան, ռուսաստանցի հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովն իր հաղորդման ժամանակ նշել է. մենք չպետք է հիմա զբաղվենք Սիրիայով կամ Վենեսուելայով։ Մեզ համար ավելի ցավոտ է այն, թե ինչ է կատարվում Հայաստանում։ Եթե մեր ազգային անվտանգության համար անհրաժեշտ էր հատուկ ռազմական գործողություն սկսել Ուկրաինայում, ինչու այդ նկատառումներից ելնելով մենք չենք կարող նույնն անել մեր ազդեցության տակ գտնվող այլ երկրներում, հավելել է նա։ Ձեր գնահատականն այս հայտարարություններին եւ արդյոք նա չի փոխանցում իշխանության թաքնված մեսիջները։ Ես չեմ կարող ասել իշխանության մեսիջներն է թե ոչ, բայց այն, որ Ռուսաստանի լրագրողական եւ փորձագիտական շրջանակներում կա երկու կարելի պայմանական մեծ ճամբար, դա փաստ է։ Առաջ ճամբարը այն է, որ գտնում է, որ այդ խորհրդային տարածքը այդքան էլ կարևոր չի, լինի դա կենտրոնական Ասիան կամ Հայաստանը, կարևոր միայն որպեսզի այդ երկրները իրենց քաղաքականությամբ վնաս սպառնալիք չլինեն Ռուսաստանի համար, չդառնան գործիք Ռուսաստանի աշխարհական հակառակորդների ձեռքում Ռուսաստանի դեմ, իսկ իրանք ինչ ուզում են անել, կարող են անել։ Մյուս ճամբարը, որի կողմնակիցն ոնց հասկանում ենք Սոլովյովը, գտնում է, որ այդ խորհրդային տարածքը դա Ռուսաստանի շահերի գոտին է, եւ Ռուսաստանը իրեն պետք է դրսևորի այդ տարածքում որպես գլխավոր խաղացող։ Սոլովյովի խոսքից նաև իմ կարծիքով Սոլովյովի ելույթը այսպիսի հայտարարություն անում է նաև այն պատճառով, որ մենք տեսանք վերջին օրերին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները, սկսած Մոնրոյի դոկտրինի վերադարձից, մինչև հայտարարություններ, որ ԱՄՆ-ն է որոշելու Վենեսուելայում կամ Լատինական Ամերիկայի այլ երկրներում, թե ինչ արտաքին քաղաքականություն պետք է այդ երկրները վարեն, ում հետ պետք է համագործակցեն, նկատում ունելով, որ ըստ Թրամփի նրանք պետք է չհամագործակցեն Ռուսաստանի կամ Չինաստանի հետ։ Եվ այս պայմաններում հասկանալի է, որ Ռուսաստանում նաև կան ուժեր, որոնք գտնում են, որ այդ կրկնեմ, որ այդ խորհրդային տարածքը իրենց շահերի գոտին է, եւ եթե ԱՄՆ-ն Լատինական Ամերիկայում այսպես վարում, նրանք էլ իրենց պատկերացման իրավունք ունեն նույն կերպ վարվեն այդ խորհրդային տարածքում։ Բացացի Թրամփը իր հայտարարությունում այսպես Պանդորայի արքեր է բացել եւ շատ բարդ ժամանակահատված է սպասում բոլոր երկրներին, հաշվի առնելով, թե ինչ ճգնաժամում է միջազգային իրավունքը։ Եվ սա միակ տարբերությունն այն է, որ Սոլովյովը ի վերջո լրագրող է, չնայած սերտ կապված իշխանությունից, բայց լրագրող է։ Բայց եւ մենք տեսնում ենք, որ ռուսական պաշտպանական անձինք նմանատիպ հայտարարություններ չեն անում, բայց ԱՄՆ-ից մենք տեսնում ենք արդեն օֆիցիալ ամենաբարձր մակարդակով նմանատիպ հայտարարություններ, եւ դա խոսում է նրա մասին, որ միջազգային իրավունքը շատ լուրջ ճգնաժամի մեջ է, եւ եթե խաղի կանոնները ուժեղներն են թելադրում, ուժեղ երկրները, ապա չեմ բացառում, որ Մոսկվայում էլ այդ երկրորդ ճամբարի դիրքը, որի մասին ես ասում եմ, որոնք գտնում են, որ իրենց շահերի գոտին է, ուժեղանալու է եւ նրանք փորձելու են փոխել Ռուսաստանի արտաքին քաղաքական կուրսը այդ խորհրդային տարածքներում։ Իսկ իշխանությունը որ տարբերակին է ավելի շատ հակված։ Տեսեք, ներկա փուլում ռուսական իշխանությունը, որը քննադատում է այսպիսի միակողմանի գործողություններ ԱՄՆ-ի, լինի դա պատժամիջոցներ կամ այսպիսի միջամտություն ուժային ինչ տեղ ունեցավ Վենեսուելայում, իհարկե իրեն թույլ չի տալիս հայտարարություններ նմանատիպ օրինակ Թրամփին, ավելի մենք տեսնում ենք նույնիսկ գործողություններ Ուկրաինայի դեմ Մոսկվայում բացատրում են նրանով, որ փաստացի Ուկրաինայի արտաքին քաղաքականությունը հենց տարբեր միջազգային նորմերի խախտում էր, որ որևէ երկրի իրավունքի անվտանգությունը ուժեղացնել այլ երկրների անվտանգության հաշվին փորձում են նույնիսկ այդ պարագայում եւ ռուսալեզու բնակչության շահերը պաշտպանության բացատրել։ Փորձում են որևէ այսպես միջազգային իրավունքով որևէ հիմք գտնել իրենց ուժերի, իրենց գործողությունների համար Ուկրաինայում։ Եվ այդ պատճառով ռուսական կողմը դեռ հրաժարվում է այսպիսի նկատում պաշտպանական մակարդակով այսպիսի հայտարարություն անել։ Նաև պետք չէ մոռանալ, որ այս բանը բոլոր մեծամասնությունը ռեսուրսների ուշադրության ռուսական կենտրոնացված է Ուկրաինայում պատերազմի վրա, որտեղ նա փաստացի կոնֆլիկտի մեջ է ոչ միայն Ուկրաինայի հետ, ավելի շատ միացել այսպես արևմուտքի հետ Ուկրաինայի համար, այսպես ավելի ճիշտ է կարծիքով ձևակերպումը։ Եվ այս բանը իհարկե ռուսական կողմը նույնիսկ ցանկություն չունի
ուշադրությունը եւ ռեսուրսներ ծախսել այլ երկրների հարաբերություններ բացելու համար։ Դրանով եմ օրինակ ես բացատրում, որ համեմատաբար ավելի հանգիստ վերաբերմունքը այն հակառուսական քայլերին հայտարարության, որոնք օրինակ Բաքվից են հնչում, որ շապով հակառուսական քաղաքականությանը ներկայիս Հայաստանի իշխանությունների Մոսկվայում մոտեցում կա շատերի մոտ, լինի թե իշխանություն, թե փոքրիկ շրջանակներում, որ եթե Ռուսաստանը հաղթում է Ուկրաինայում, ապա կտրուկ փոխվելու է ամբողջ իրավիճակը հետխորհրդային տարածքում եւ լրիվ այլ մոտեցում են լինելու հետխորհրդային երկրների ղեկավարների մոտ բոլոր այն առաջարկներին, մեսեջներին, որոնք Մոսկվայից են հնչելու։ Դե համար այս բանին ավելի շատ կենտրոնացած են Ուկրաինայով եւ սանկցիոն չունեն իրենց կողմից, այսպես նույն քաղաքականությունը գոնե հայտարարությունների մակարդակով անել ինչ Տրամփն է հնչեցնում։ Բայց չի բաց, բայց կրկնեմ, մյուս կողմից էլ Տրամփը Պանդորայի արկղ է բացել եւ եթե նա շարունակի այսպիսի քաղաքականություն, ապա մյուս ուժեղ երկրների մոտ, լինի Ռուսաստան, Չինաստան կամ այլ տարածաշրջանային երկրներ, գայթակղությունը մեծ լինելու նույն կերպ գործել եւ հայտարարել, որ եթե մենք ուժեղ ենք եւ մեզ չի դակում միջազգային իրավունքը եւ այլ մեր շահերի գոտում գտնվող երկրները պետք է համակերպվեն մեր ցանկությունների հետ, մեր շահերի հետ։ Եվ այնուամենայնիվ ինչու էր պետք այսպիսի հայտարարություն անել եւ բորբոքել հակառուսականություն որոշակի առումով։ Տեսեք, Հայաստանում հաճախ մոռանում են, որ Սոլովյովի եւ ռուսական այսպես լրագրողների փորձագետների առաջնային ուշադրությունը ներքինն է, իրենց հասարակությունն է։ Հիմա երբ նա հայտարարություն անում են, դա չեմ կարծում, որ առաջին հերթին մտածում է թե Հայաստանում կամ կենտրոնական Ասիայում ինչպես կացականքեն իր հայտարարությունները, նրան պետք է որպեսզի իր ասածները դուր գան Ռուսաստանի հասարակությանը։ Իսկ այն, որ Ռուսաստանում կրկնեմ այդ իստվար զանգված հասարակության կարծում է, որ Ռուսաստանը պետք է գերիշխող դիրք ունենա հետխորհրդային տարածքում, որ դա իր շահերի գոտին է, դա անկասկած։ Համար Սոլովյովը իմ կարծիքով առաջին հերթին մտածում էր ռուս հասարակությանը, ասել այն, ինչ դուր կգա ռուս հասարակությանը, այդքան էլ չմտահոգվելով, թե դա ինչ արձագանք կունենա Հայաստանում կամ կենտրոնական Ասիայի այլ երկրներում։ Իսկ պետք է ինչ-որ պատժամիջոցներ սահմանել, զրկել պետական պարգևներից։ Գիտեք ինչ, երբ որ մենք տեսնում ենք ինչ հայտարարություններ են հնչում նույն Ադրբեջանից պաշտոնական մակարդակով Հայաստանի հասցեին, հաջորդի հասցեին սպառնալիքներ եւ այլն, եւ որևէ արձագանք դրան չի լինում, դրանից հետո այսպիսի բուրըն արձագանք լրագրողի հայտարարությունները մի փոքր տարօրինակ է, իմ կարծիքով ավելի մեր համար մեծ վտանգ է ներկայացնում Ադրբեջանից Թուրքիայից հնչող հայտարարությունները, որոնց որևէ արձագանք մենք չենք դնում իշխանական մակարդակում, կամ ավելացնեմ, եթե որևէ դժգոհություն ունի հայկական կողմը, ապա բարբերաբար հանդիպում են Նիկոլ Փաշինյանը, Վլադիմիր Պուտինը, ես չեմ տեսել, որ այդ հանդիպումների ժամանակ որևէ դժգոհություն հայտնի Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի գործողություններով։ Չնայած իր թիմակիցները ինչու մասս չեն մեղադրում Ռուսաստանին, սկսած հիբրիդային պատերազմից եւ այլն։ Համար եթե իմ կարծիքով Հայաստանի իշխանությունները իրենք պետք է որոշեն, թե ինչ մարտավարություն են ընդունում, բայց որպես քաղաքացի ես ինքս կարծում եմ, որ եթե ինքնիշխանության սպառնալիք են տեսնում, ապա ավելի լուրջ սպառնալիք կա նույն Ադրբեջանի հայտարարությունները Իլհամ Ալիևի, բայց դրանց չգիտես ինչու որևէ արձագանք մենք չենք տեսնում։ Կամ եթե խնդիրներ կան, կարող են առաջին դեպքերի հանդիպումների ժամանակ քննարկել, նույնպես մենք տեսնում ենք պաշտոնական այդ հանդիպումների տեսակետները եւ այլն, ես այնտեղ չեմ տեսել, որ Նիկոլ Փաշինյանը որևէ դժգոհություն կամ սպառնալիք դնա Ռուսաստանի քաղաքականության մեջ եւ դրանից հետո հայտարարությունների թիմակիցների կամ նույնիսկ իր հայտարարությունը մի փոքր տարօրինակ է։